Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ձեր ձայնն է կրկին լսելի։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, եթե ունեք հնարավորություն, մուտք գործեք armradio.am կայք, դիտել կոճակը սեղմեք, այնտեղից հետևեք մեր լայվին, նաեւ մուտք գործեք Facebook-յան հարթակ, հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո եւ այդ տարբերակով եւս հնարավորություն ունեք հետևել լայվին։ Հարցերի դեպքում էլ կարող եք կոմենտներ հատվածում գրել, ես դրանք անպայման կընթերցեմ։ Մենք այսօր շատ կարևոր եւս մեկ թեմայից ենք խոսելու, ինչպես յուրաքանչյուր ծրագրի ընթացքում ինձ մոտ հարց է առաջանում, օրինակ մտածել եք երբևէ թե ինչպես է հնարավոր օրինակ ուժեղացնել հարության գիտելիքն ու դիմադրողականությունը կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք հաճախ խոսում ենք, լոգ բառեր ենք ընկալում եւ անցնում ենք առաջ եւ չենք խորանում ու չենք փորձում հասկանալ այն իրենից ամբողջությամբ ինչ է ներկայացնում։ Եվ այսպես Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը գործարկել է հակակոռուպցիոն առցանց ակադեմիա հարթակը եւ այն հնարավորություն է տալու յուրաքանչյուրին անկախ բնակության վայրից կամ զբաղվածությունից ստանալ համակարգված գիտելիք կոռուպցիայի բնույթի, դրսևորումների եւ իհարկե դրանց դեմ պայքարի արդյունավետ գործիքների մասին։ Առավել մանրամասն իհարկե կներկայացնի իմ բանախոսը, ես այսօր տաղավարում հնարավորություն ունեմ զրուցելու Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրի համակարգող Անահիտ Հովակիմյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Անահիտ, ես ասացի, որ շատ հաճախ մենք այդ հակակոռուպցիոն բառը գործածում ենք, բայց երբևէ չենք էլ մտածում, թե դա իրենից ինչ է ներկայացնում։ Նախ կխնդրեի որպեսզի միասին փորձեինք բարձել, թե որտեղից ծնվեց հակակոռուպցիոն առցանց ակադեմիա ստեղծելու գաղափարը, արդյոք հենց դա էր, որ շատերը նույնիսկ խորքային պատկերացում ու գիտելիք չունեին։ Շնորհակալ եմ շատ նախ հրավերի համար եւ նշեմ, որ հակակոռուպցիոն առցանց ակադեմիայի գաղափարը իրականում մեզ բավական երկար ժամանակ էր ինչ հետաքրքրում էր եւ շատ ցանկություն ունենք օր առաջ այն կյանքի կոչելու եւ ոնց հասանք այդ գաղափարին, դա սկսվեց այն պահին, երբ որ մենք հասկացանք, որ ունենք շատ ռեսուրսներ, որոնք կարող ենք եւ ոչ միշտ են մարդիկ կարողանում դասընթացներին ներկա լինել։ Ինչպես նաև միջոցներն էլ կազմակերպության կողմից մեր իրականացած դասընթացները նախ նշեմ, որ անվճար բնույթ ունեն, RRS դասընթացները եւս, եւ ոչ միշտ են, որ այդ միջոցները այնքան մակարդակի են, այնքան շատ են լինում, որ կարողանում ենք շատ ընդգրկուն դասընթացներ իրականացնել։ Եվ դրանով պայմանավորված որոշեցինք, որ այդ բոլոր գիտելիքները, որոնք որ եւ կրթական նյութերը, որոնք որ ստեղծել ենք, անհրաժեշտ է համակարգել եւ ստեղծել առցանց հարթակ, առցանց ակադեմիա եւ այնտեղ էլ արդեն իրականացնել մասնակիցների, քաղաքացիների առցանց ուսուցումը կոռուպցիայի եւ դրա դեմ պայքարի մասին։ Նաեւ կուզենամ նշեմ, որ հիմք է հանդիսացել այս գաղափարի համար հակակոռուպցիոն ակադեմիա մեր ծրագիրը, որը մենք իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի հետ համագործակցությամբ։ Դա 1 տարվա կուրս էր, որի ընթացքում ուսանողները, ընտրված մասնակիցները ավելի ճիշտ կլինի նշել, նրանք իրականացնում էին տարբեր մոդուլների շրջանակում ուսումնառություն եւ վերջում ստանում են արդեն հավաստող փաստաթուղթ, որ իրենք մասնակիցն են հանդիսացել այդ դասընթացի։ Եվ հիմք ընդունելով այդ դասընթացը մենք այն մշակեցինք, արդեն իսկ ադապտացեցինք առցանց կրթության պահանջներին եւ դրա հիման վրա մենք գործարկեցինք դեկտեմբերի 9-ին 2025 թվականի մեր առցանց հակակոռուպցիոն ակադեմիա հարթակը։ Հարթակը ինչ սկզբունքով է դասավանդվում։ Ինչ նկատի ունեմ, օրինակ այնտեղ պատրաստի դասեր են, մարդը կարող է մուտք գործել եւ այդ դասերը լսել, թե on-line հանդիպումներ են տեղի ունենում, քննարկում է լինում, հասկանանք ինչ ձևաչափ եք ընտրել արդյունավետ փոխանցելու այդ գիտելիքները։ Ձևաչափը հետևյալն է, ամբողջովին պատրաստի այժմ ունենք 2 մոդուլներ։ Առաջին մոդուլը կոչվում է կոռուպցիայի ներածություն, երկրորդը հակակոռուպցիոն հաստատություններ եւ քաղաքականություն, որի շրջանում արդեն ամբողջությամբ առաջինը ներածական հատվածն է, կոռուպցիայի ներածություն, որը քաղաքացիները մարդիկ ու որ հետաքրքրված են, տեսական գիտելիքներ են հաղորդվում, նաեւ այնտեղ թեստավորում ունենք, որ հաղորդված գիտելիքներն ենք փորձում չափել, հասկանալ թե որքանով են յուրացել։ Ինքն էլ հասկանա թե ինչ
որքան է յուրացրել, Իհարկե, այո, եւ չափի չէ որոշ չափով եւ այնպես ենք նաեւ կառուցել, որ մինչեւ մեկ թեման չես անցնում, հա աստիճանական է, մյուսին չես կարողանում անցնել, քանի որ հաջորդը դրա ինչ որ մակարդակ, դրանից հետո անցնենք երկրորդին եւ հենց այդ նույն հաջորդականությամբ է ամբողջ մոդուլի միջի բովանդակությունը թեմաները կառուցված։ Այնտեղ կան տեքստային նյութեր, կան տեսադասեր, կան առանձին օրինակ հղումներ, որտեղ օրենքներին կամ այլ հաղորդումներին, հարցազրույցներին ընդհուպ, որոնք կարող են օգնել ել ավելի շատ գիտելիքներ ստանալ ուսումնասիրվող թեմայի մասին եւ ինչն է հատկապես մեր համար կարեւոր, որ մենք նյութը մշակելիս փորձել ենք այնպես ներկայացնել այդ կոռուպցիա բարդ երևույթը, որ հնարավորինս մատչելի լինի լսողների համար, սովորողների համար։ Բարդ լեզվով է, օրինակներ կան բավական շատ, այնպես որ մարդիկ ուղղակի ովքեր որ անցնում են կարողանան նաև հաճույք ստանալ այդ ամեն ինչը անցնելուց եւ յուրացնելուց։ Երկրորդ մոդուլի ժամանակ, երբ որ մենք արդեն ավելի հակակոռուպցիոն մարմիններ, քաղաքականություն ենք ուսումնասիրում, օրինակ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն մարմինների ներկայացուցիչներից հարցազրույցներ ենք վերցրել, որտեղ իրենք արդեն ներկայացնում են ինչ լիազորություններ ունեն, ինչ աշխատանք են իրականացել եւ ընդհանուր հնարավորինս համակարգված փորձել ենք ներկայացնել աշխատանքը։ Խորհրդային տարիներից հետո կար ինչ-որ այսպես տարօրինակ ավանդույթ կոռուպցիայի հետ կապված, կարող ենք ասել, որ ժամանակի ընթացքում բազմաթիվ ծրագրերի, նաև ակադեմիայի միջոցով ավելի խորքային են դառնում քաղաքացիների մոտ այդ գիտելիքները կոռուպցիայի վերաբերյալ եւ ավելի գիտակցված են մոտենում ցանկացած գործողության։ Իրականում ինչ որ չափով մեծամասամբ նաև մեր հետ խորհրդային անցյալը հաշվի առնելով է իրավիճակը Հայաստանում այնպիսին, որ որոշ չափով այն նաև սոցիալական նորմի կարգավիճակ ունի։ Հաճախ անհարմար է զգում չանել դա։ Եվ շատ հաճախ մարդիկ ուղղակի չեն իմանում, որ դա կոռուպցիա է, այլ սովորական մի բան, որը որ պետք է արվի։ Ու եթե համաձայն եմ լիովին, եթե չի արվում, ուրեմն դա լավ չէ ու առնվազն կարող է նույնիսկ այլ շրջապատի մարդկանց կողմից որ բացասական վերաբերմունքի անդրադառնան կամ մտածես, վայ, եթե ես գումարը չտամ կամ լավության տակից դուրս չգամ, հա, այս արտահայտությունն էլ ենք էլի շատ օգտագործում։ Իսկ կներեք, շնորհակալության եւ կոռուպցիայի այդ նուրբ գիծը որտեղ է սկսվում ու ավարտվում։ Չէ՞ որ ես կարող եմ ուղղակի շնորհակալ լինել ծաղկեփնջով, շնորհակալ լինեմ ինչ որ քաղցրիկով, ուզում եմ շատ լավ բան են արել եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Արդյոք որտեղ ենք տեսնում եւ որտեղ պիտի զգանք այդ նուրբ գիծը, որովհետեւ այն շատ բարակ է։ Ես լիովին համաձայն եմ, այն իրապես շատ բարակ է եւ շատ հաճախ ուղղակի իրավիճակներով պայմանավորված ես դու կարողանում այն հասկանալ եւ գիտակցել, հա, իրեն կարողանում նույնականացնել դա կոռուպցիա է, թե ուղղակի շնորհակալություն հայտնել։ Ինձ համար, հա, որպես անհատ դա այնտեղ է ավարտվում, երբ որ դու փորձում ես, երբ որ դու անում ես ինչ որ ակնկալիքից դրդված, այդ ժամանակ դա կոռուպցիա է, երբ որ նաև այդ իսկ եթե դա արվում է պարզապես շնորհակալության համար ու դիմացինն էլ, հա, ոչ միայն քո կողմից արվում է, այլ այն մարդը, ովքեր քո ում նկատմամբ դու անում ես եւ դա ընդունում է հենց այդ նույն կերպ, ապա այդ երևույթը կարող ենք արդեն շնորհակալություն ասել կամ անվանել կոռուպցիա։ Երբ որ փորձեմ մեկնաբանել մի օրինակ եմ հիմնականում սիրում ես որպես անհատ հա դասընթացների ընթացքում վերել, որ երբ որ տվյալ մասնագետի հետ օրինակ դու շարունակելու ես քո աշխատանքը եւ քո տված նվերը կամ ինչ որ մի արտոնություն կարող է նրա վրա ազդեցություն ունենալ, որ նա իր հետագա աշխատանքում, հա, քեզ արտոնյալ դիրք տա, օրինակ, դա արդեն կարող է դիտարկվի որպես կոռուպցիա, բայց երբ որ օրինակ դու աշխատանք իրականացել ես արդեն ու իսկապես շատ գոհ ես, դու կարող ես քո վերաբերմունքը արտահայտել ու մարդն էլ իմանա, որ պարզապես քո վերաբերմունքն ես դու արտահայտում, հա, քո այդ քայլով։ Ամենապարզագույն խնդիրներից մեկին եմ ուզում անդրադառնալ, որովհետև մեզ լսում են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, մարդիկ եւ ավելի շատ լսում են նաեւ ինչ ու ոչ ծնողներ, հա։ Տարածված տարբերակներից մեկն է բա ուսուցչին նվեր չառնենք, բա ամոթ չի, բա պետք է եւ այլն, այստեղ ինքնաբերաբար ուզում են շնորհակալություն հայտնել, բայց այդ չաթային քննարկումները եւ համատարած գումարներ հավաքելը, վերջում փորձել գումար նվիրելը, այս գիտեմ լավ բանից դրդված ինչ որ բան են ուզում անել, բայց ոնց հասկանանք ու ոնց ընկալենք եւ ոնց վերացնենք այդ երևույթը, որ շնորհակալությունը չվերածվի իսկապես կոռուպցիոն տարբերակի։ Տվյալ իրավիճակում իմ որպես էլի քաղաքացի դիրքորոշումն այն է, որ շնորհակալությունը օրինակ հայտնվի աշխատանքի կատարումից հետո։ Օրինակ, երբ որ տարական դպրոցում
ուսուցիչը աշխատում եւ տարական դպրոցը ավարտում օրինակ 4-րդ դասարանի վերջին, փորձեն դա հետաձգեն 4-րդ դասարանի ավարտին, երբ որ արդեն իսկ չկա որևիցե տվյալ ուսուցչի կողմից ազդեցություն աշակերտի հետագա կյանքի վրա, հա, որովհետեւ նույն կողքի դիտորդի աչքերում դա կարող է, հա, երրորդ անձ, ով որ լինի, ով որ գնայի տվյալ իրավիճակի, իր մոտ կարող են լինել այդ պատկերացումները, որ քայլը արվել է նրա համար ծնողի կողմից, որ ինչ որ շահադիտական նպատակներ կան առնվազն նվիրեմ, որ երեխայիս լավ աչքով նայի, թե չէ լավ չի երեխայիս հետ։ Այ դա արդեն կոռուպցիա է։ Ներ ենք լսում հաճախ։ Իհարկե Փառք Աստծո իմ երեխաների դպրոցում նման բան չկա եւ ես երջանիկ եմ։ Այստեղ շնորհակալությունը կլինի այն, որ երեխան սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստի եւ նվիրի կամ մեկ ծաղիկ, հա, որը չի անցնում այդ նուրբ գիծը։ Լիովին համաձայն եմ ու նաեւ ինչ-որ չափով նաեւ ցույց է տալիս այս մարդկային ամենափոքր երեխայի կողմից այն ջանքը ու երանդը, որը իրականացվել է, ամեն ինչ նյութականացնելու կողմնակիցներ նաեւ չպիտի լինենք։ Ու իսկապես եթե գոհունակություն ես ուզում արտահայտես, դրա համար կան բազմաթիվ այլ միջոցներ ու ոչ միշտ են նյութական միջոցները առաջնային դիրքում գտնվում։ Այստեղ շատ հետաքրքիր པարզ օրինակներ բերեցինք եւ սա հատուկ արեցի, որպեսզի այն մարդիկ ռադիոլսողները, որոնք մտածում են, որ գուցե իրենք ուղակի շնորհակալություն են հայտնել, գիտակցեն, որ կոռուպցիոն ռիսկերը կան ամենապարզագույն մեր գործողություններում նաեւ։ Հիմա ուզում եմ հասկանալ ծրագիրը ում համար է։ Այստեղ տարիքային սահմանափակում, կրթական ցենզ, մասնագետները պիտի այդ ծրագրին մասնակցեն, թե ուղղակի ես կարող եմ եթերից հետո վեր կենալ, գրանցվել եւ դառնալ մասնակից։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, ով որ կարողանում է կարդալ եւ մասնակից լինել, գրել էլ ինչ որ չափով նույնիսկ չէ համակարգչից օգտվել կամ օրինակ իրենց հեռախոսներով կարող են եւս դրան մասնակցել դասընթացին։ Այնպես են դրա համար ի սկզբանե նշեցի, որ ինքը այնպես էր կառուցված, որ շատ հասանելի լինի։ Մեր համար թիրախային խումբ է հանդիսանում ուսանողները, երիտասարդները, հա, մեծահասակները այդ թվում յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետության, ով որ թեվայով հետաքրքրված է, ով որ գիտակցում է, որ ինքը կարող է իր դերը ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի գործում եւ ուղղակի ցանկանում է իմանալ, թե լավ, այսքան մենք օգտագործում ենք կոռուպցիա բառը, ինչ է կոռուպցիան։ Այո, ես իզուր ասացի սկզբում, որ հաճախ չենք էլ գիտակցում, հա, ուղղակի գործածում ենք։ Շատ հաճախ մենք օգտագործում ենք բառեր, որոնք շատ տարածված են, բայց իրենք իրականում ինչ-որ քրեական նույնիսկ օրենսգրքով կարող են սահմանված լինել հանցագործություններ, ու մենք չիմանանք, թե դրանք ինչ հանցագործություններ են եւ այս կոնտեքստով, երբ որ նայենք հարցին, ինքը առնվազն այս գիտելիքը պետք է։ Գիտելիքը հենց կոռուպցիայի մասին, նրա երևույթների մասին։ Մենք առաջիկայում պլանավորում ենք այժմ մեր երկու մոդուլները, որոնք որ հասանելի են, դրանք առանձնակի հակրթական շեմ չեն նախատեսում եւ բոլոր քաղաքացիների համար է նախատեսված։ Բայց միևնույն ժամանակ մենք առաջիկայում պլանավորում ենք այս տարվա ընթացքում նշեմ, առնվազն 2 նոր մոդուլ ենք պլանավորում ունենալ, մեկը ընտրությունների մասին, որը էլի բոլորին, քանի որ թեժ թեմաներից մեկն է 2026-ի, այո, եւ իրականում այս պարագայում դեռ շատ տարիներից հա ընտրությունները այնպես են իրականացվել, որ կոռուպցիայի հետ անմիջական զուգահեռներ ունեն, հա, մենք ինքնաբերաբար ասոցիացիաներ ունենք։ Դա զուտ տարիների ընթացքում եկած, ահա։ Այո, ու իրականում երբ որ խոսում ենք միայն կոռուպցիայի կոնտեքստով էլ կարող են չնայել, այլ ժողովրդավարական գործընթացների կայացման կոնտեքստում նայենք ամբողջ առցանց ակադեմիայի գործունեությունը, որովհետև մենք գիտելիքներ ենք տալիս այնպիսին, որոնք որ քաղաքացիներին իրենց դերի, իրենց կարևորության, հա, պետության մեջ իրենց դերի գիտակցմանը կտանեն։ Եւ գրագետ որոշումների կայացման, այո։ Եվ երկրորդ մոդուլը արդեն հանրային ծառայողների բարեվարկության համակարգի մասին կլինի եւ դա էլ նույնպես էլի մեր կարևոր թեմաներից է եւ մենք էլ հա փորձում ենք այնպես մեր արդի խնդիրներին համարժեք փորձենք արձագանքենք եւ մոդուլները այդ նույն տրամաբանությամբ մշակենք։ Եվ կներեք երկրորդ մակարդակը այս մոդուլները նույնպես նախատեսված կլինեն բոլորի, հա, հանրամատչելի բոլորի համար, բայց մենք պլանավորում ենք նաև էլ ավելի մասնագիտական, հա, մոդուլներ ունենալ կոնկրետ մասնագիտական խմբերի համար, էլ ավելի կոնկրետ, օրինակ կարող են լինել իրավաբանները կամ հանրային ծառայողները, ովքեր կարող են մասնակցել դասընթացներին եւ ավելի կոնկրետ մասնագիտական գիտելիք ստանալ։ Այսինքն ստացվում է բոլորի համար ունեք, ուղղակի ավելի պարզ հասանելի լեզվով
լեզվով ունեք տարբերակներ եւ ունեք ավելի խորքային գիտելիքներ, հա, ճիշտ եմ Այո, հասկանում։ ընդ որում մենք նաև մեր այդ հարթակում ունենք բառարան բաժինը, որտեղ այն հաճախ օգտագործվող բառերի բացատրություններն ենք ներկայացրել հասկանալի եւս, որովհետեւ էլի շատ հաճախ մենք օգտագործում ենք տերմիններ մեր ամենօրյա խոսքում, Չենք մտածում, թե ինչ են իրականում նշանակում։ ոնց են արձանագրվում, հա, հասարակությունը կամ գիտական հասարակությունը ինչ է հասկանում այդ տերմինը օգտագործելով։ Բայց առիթ օգտագործելով հարթակի մեկ այլ հնարավորության կարևորության մասին կուզենայի խոսել, դա այն է, որ թե ոնց ենք գրավում, հա, նաև մարդկանց, որ դասընթացներին մասնակցեն։ Երբ որ մասնակցում են ամբողջ դասընթացին, այնտեղ նշեցի, որ թեստավորումներ ենք մենք ունենում։ Վերջում նույնպես ունենում ենք թեստ, եւ եթե մասնակիցը հանձնում է բարեհաջող թեստը, ապա ստանում է հավաստագիր, առցանց հավաստագիր, որը կարող օրինակ սոցիալական մեդիայում կիսվել կամ պարզապես ներբեռնել իր համակարգչում եւ իր ինքնակենսագրության մեջ այն ներկայացնել որպես CV-ում, հա, մի CV, մի բաղադրիչ, որ մասնակցել է տվյալ դասընթացին, տվյալ ժամանականակով եւ դա էլ արդեն կհավաստի մասնակցության մասին։ Եվ կհավաստի, որ ունի որոշակի գիտելիքներն այդ առումով։ Տարիքային սահմանափակում չկա, բայց ես վստահ եմ, որ մտածողության տեսանկյունից, հա, այս կարծում եմ այս ակադեմիան նաև գուցե առաջնային նպատակներից չի եղել, բայց այդուհանդերձ իր կարևոր դերը ունի մարդկանց մտածողության փոփոխության հարցում, որովհետև մենք մատնանշեցինք մի քանի պարզագույն օրինակներ, որոնք մեր առօրյայում կան, հիմա էլ կան դրանք, բայց այդուհանդերձ դա մտածողության հետևանք է եւ կարող ենք չի ասել, որ այս գիտելիքները կբերեն նաև մտածողության փոփոխության, կարծրատիպերի կոտրման տեսանկյունից։ Տարիքով մարդկանց մի քիչ դժվար կլինի իհարկե փոխել, որովհետև նրանք այդպես ապրել են, բայց կարող ենք ասել, որ երիտասարդները, պատանիները ավելի բաց են ու ավելի հեշտ են կալող, որովհետև նրանք չեն տեսել, իսկ չնշեցինք, որ խորթային տարիներից եկած, հա, նրանք այս իրականության մեջ են եւ իրենց ավելի հեշտ է դյուրացնել այս տարբերակը։ Համաձայն եմ, այստեղ նաև վարքագծի փոփոխության մասինն է, այդ կարմիր թելով ամբողջ ընթացքում վարքագծի փոփոխման գաղափարն է գնում, որովհետև մեր հիմնական նպատակը վարքագծային փոփոխության հասնելն է։ Ու ցավոք, հա, երբ որ վիճակագրությունն ենք ուսումնասիրում, ավելի մեծ տարիքում վարքագծային փոփոխության հասնելը ինքը էլ ավելի բարդ է։ Եվ դրանով պայմանավորված, որքան վաղ են խնդիրները օրինակ տեսնում կամ արատավոր վարքագիծը տեսնում, համանման վարքագիծը կամ առնվազն դրանց արձագանքումը ավելի հեշտ է հնարավոր իրականացնել։ Նշեմ, թե ոնց կարող են նաև մուտք գործել մեր հարթակ, որտեղ խոսում ենք ու կարծես թե մոռացանք դրա մասին։ Չէ, ես կառաջարկեմ ձեզ նաև բացի այնից, որ կասեք, մեր եթերի լայվի կոմենտներ հատվածում տեղադրեք միանգամից արդեն լինքերը, որ մեր ռադիոլսողները հեշտությամբ գտնեն։ Շատ ավելի լավ, բայց երբ որ դուք լսում եք, այն մարդկանց, ովքեր որ այժմ լսում են, նրանք կարող են պարզապես մուտք գործել մեր պաշտոնական կայք transparency.am, այնտեղ վերևի աջ անկյունում կտեսնեն պատուհանը հակակոռուպցիոն առցանց ակադեմիայի մասին, սեղմելով դրա վրա արդեն կգնան համապատասխան էջը, որտեղ որ իրականացվում է առցանց ակադեմիայի դասընթացը։ Չմոռանաք եթերից հետո տեղադրել նաև լինքերը։ Տեսեք, դուք նշեցիք, որ ունեք տարբեր դասընթացներ, հա, ստացվում է այսպես նեղ մասնագիտական հարթակներ էլ կան սովորական մարդկանց համար հարթակներ։ Հաճախ մենք տեսնում ենք ծրագրեր, որոնք վերցվում են այլ երկրի փորձից, այդ ծրագրերը, հրաշալի աշխատել են տեղ, մենք այստեղ կաշխատենք այս ծրագրով եւ այլն եւ ծախողում են։ Ծախողում են, որովհետեւ զուտ ազգային առանձնահատկություններով պայմանավորված, երկրի մտածողության, մարդկանց մտածողությամբ պայմանավորված շատ տարբեր են նաև գործիքակազմերը եւ լուծման ուղիները ու նաև ինչու ոչ խնդիրները։ Այս պարագայում ամբողջությամբ դուք զրոյից եք ստեղծել հաշվի առնելով մեր տեղական խնդիրները, մեր տեղական մտածողությունը, թե վերցրել ադապտացրել եք, հա, վերցրել եք ինչ-որ հիմք եւ դրա վրա կառուցել եք մերը։ Նյութի բովանդակությունը ամբողջությամբ մեր կողմից ստեղծված է, իհարկե մի շարք ուսումնասիրությունների հիման վրա, հա, ակադեմիական հիմքերի վրա, որտեղ բովանդակությունը նաև ինչ-որ չափով ակադեմիական է, սակայն երկու փուլ է աշխատանքի ընթացքում եղել։ Առաջինը միջազգային փորձի ուսումնասիրություն, դա արկա հոդվածների, հա, գիտական հենքի ուսումնասիրություն եւ դրան համարժեք նյութի մշակում, հայաստանյան փորձի ուսումնասիրություն նյութի մշակում եւ ունեցել ենք այն բովանդակային ամբողջ հատվածը, որը որ ենթադրում է, որ պետք է դրա հիման վրա մշակենք արդեն ամբողջ դասընթացը։ Մեկ այլ աշխատանքային ընթացք է ենթադրել այն, որ
ինչպիսի հարթակներ ընտրվեն առցանց ակադեմիայի համար, ինչպիսի մոտեցումներ կան, որ մարդկանց ավելի հետաքրքրում են եւ որոնք մենք կարող ենք օգտագործել։ Եվ դրանով պայմանավորված դա արդեն ավելի շատ միջազգային փորձի ուսումնասիրումն է ենթադրել։ Ուսումնասիրումից հետո մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե ոնց կարող ենք ինչ պետք է հաշվի առնել եւ ոնց կարող ենք դա տեղայնացնել։ Եվ միայն նոր այս ամբողջ քննարկումների ընթացքում մենք ստեղծեցինք ակադեմիան, եւս մի քանի անգամ փորձարկեցինք արդեն մեր աշխատակիցների շրջանում, որ հասկանանք ինչ որ չափով, հա, եւ շատ շնորհակալություն նաեւ նրանց, որ այն ժամանակը չեն խնայել եւ մի քանի անգամ նույնիսկ մասնակցել են այդ աշխատանքներին, եւ դրա արդյունքում արդեն իսկ ունեցանք մենք այն ձևաչափով, որը որ հարթակը այժմ կա։ Ես նաև մտածում եմ, հարցը տալուց նաև մտածում եմ նույնիսկ մեր մայրաքաղաքային կոռուպցիոն ռիսկերը այլ են, մարզայինն է այլ, այստեղ այդքան տարբերություն կա եւ դուք նշում ենք, որ քանի որ հարթակը առցանց է, կապ չունի թե որտեղ եք տարածքային առումով, դուք հնարավորությունն եք մասնակցելու, արդեն ինչ որ չափ ժամանակ արդեն գոյություն ունի եւ կարող ենք արդյոք մի քիչ ամփոփել ու հասկանալ ովքեր են հիմնական սպառողները, տարածքային արդյոք կարող եք տեսնել եւ տարիքայինը եւս հասկանանք ովքեր են ավելի շատ հետաքրքրված։ Մոտ արդեն 2 ամիս է ինչ հարթակը գործում է եւ մենք այժմ ունենք գրանցված ավելի քան 80 մասնակից եւ 80-ից 20 մոտ 30-ը արդեն իսկ հավաստագրեր են ստացել։ Ընդ որում նրանց մի մասը 2 դասընթացի համար, ընդ որում ոչ միայն 30 անց արդեն իսկ ստացել է հավաստագիր, երևի այդպես ձևակերպեմ։ Երբ որ վերլուծում ենք մասնակիցներին եւ նրանց բնակության վայրերը, ապա նշեմ, որ մեծամասնությունը հայաստանյան մարզերի ներկայացուցիչներ են, Երևանյան ներկայացուցիչներ եւս կան, բայց համամասնությամբ Երևանյան մասնակիցները մոտ 20-30% են կազմում մյուսների համեմատ եւ հիմնականում մասնագիտությունները շատ բազմազան են։ Մենք ունենք մարդիկ, ովքեր մասնակցում են, ունենք ուսանողներ, ունենք ուսուցիչներ, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում ունենք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք որ գրանցվել ու մասնակցում են եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր որևիցե մի աշխատանք չունեն, զբաղվածություն չունեն եւ ուղղակի գրանցվել են մասնակցելու համար։ Աշխարհագրությունը շատ լայն է, բժիշկներ, բուժքույրեր, ընդհուպ եւ դպրոցի տնօրեններ եւ ամեն անգամ երբ որ գրանցված մասնակիցներին մենք բժիշկ, դպրոցի տնօրեն, մենք շատ նաեւ թիրախային խմբերի մեր համար կարեւոր մարդիկ եւ կարեւոր մասնակիցություններ ունեցող եւ դրանով պայմանավորված կարող եմ ասել, որ այն ինչ-որ չափով հասցրել է տարածվել եւ ամեն անգամ նոր մասնակից ունենալով եւ նրա արդեն ուսումնասիրելով մենք շատ մեծ ուրախություն ենք ունենում, երբ որ նկատում ենք, որ լիովին այլ ոլորտի ներկայացուցիչ է եւ ընդհանուր օրինակ շատ հեռավոր գյուղեր է հասել մեր ակադեմիայի մասին տեղեկատվությունը։ Այստեղ ես շատ կուզեի, որ նաև մասնակցեին ձեր դասընթացներին ուղղակի մարդիկ, որոնք նույնիսկ չեն էլ աշխատում, հատկապես տնային տնտեսուհիները, որովհետև նրանք երեխաներ ունեն, առնչվում են այդ խնդիրների հետ, հա, շատ լավ կլիներ։ Ինձ ուրախացրեց նաև այն հանգամանքը, որ դպրոցի ուսուցիչներ, տնօրեններ, բժիշկներ մասնակցում են, մնում է հակառակ կողմն էլ, հաճախ մենք նկատում ենք ուրիշ խնդիր։ Այս մարդիկ բացարձակ ակնկալիք չունեն որևէ կոռուպցիա, իրենց համար իրենց գործն է, չէ, մենք մեր պարտքն ենք համարում մի բան բերենք, զորենք, տանք։ Այս ծայրահեղությունների մեջ ենք։ Եվ նաև հեյթերի ենք հանդիպում, հա, երբ որևէ մեկը ըմբոստանում է եւ ասում է, օրինակ, ծնողական չաթ է, այդտեղ որոշում են մարդը չգիտեմ ինչքան փող հավաքել, մեկը ասում է, ես հրաժարվում եմ այս տարբերակին մասնակցել, որովհետեւ համարում եմ, որ սա կոռուպցիա է։ Բոլորը եւ ես կընդդիմանամ, կըմբոստանամ, խոսք կա, չէ, այսպես ոչ եթերայով գործ տվող, հա, դու գնում ես հիմա, այստեղ սկսում են մեղադրանքնել այն ծնողի հանդեպ, որը համամիտ չէ այդ իրավիճակի հետ։ Այս անհանդուրժողականությունը կարող ենք ասել, որ որոշակի գիտելիքի պաշար ունենալու պարագայում արդեն տեղի չի ունենա եւ մենք չենք հայտնվի տարբեր ծայրահեղությունների մեջ, այլ ավելի զուսպ հանգիստ միջավայրում կփորձենք հասկանալ ինչպես անել, որ չանցնենք այն անթույլատրելի սահմանները։ Յովին համաձայն եմ, իրականում ինչ որ չափով նաև այդ գիտելիքի ու նաև ես կհավելեի նաև էմպաթիայի պակասից է գալիս այս իրավիճակը, որտեղ շատ հաճախ մարդիկ կարող են մյուս կողմում լինել այնպիսի իրավիճակում, որ որքան էլ ցանկանան չեն կարողանա դրան մասնակից լինել մեկ,
մյուս կողմից իրենք ունեն շատ վառ արտահայտված եւ ուրախություն մեծ իրավագիտակցություն եւ հասկանում են թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Եվ երբ որ քիչ առաջ օրինակ խոսում էինք այդ դպրոցում կամ այլ վայրերում, հա, չգիտեմ ինչի մենք հիմնականում հայ թիրախը հաճախ դպրոցի վրա ենք դնում, բայց դպրոցից զատ նաև շատ այլ տեղեր են տարածված, հա, ուղղակի մեր կյանքից վերցրած է օրինակ էր։ Այդ խնդիրները այնքան շատ են ու այնքան տարբեր բնույթ ունեն, որ ճիշտ կլինի յուրաքանչյուր անգամ մենք կարողանանք նաև դրա հետևյալ կողմը տեսնել։ Կոռուպցիան անարդարությանն ու անհավասարությանն է հանգեցնում։ Եվ երբ որ մենք կարողանում ենք այս կապերը տեսնել, հասկանում ենք, որ շատ հաճախ են մարդիկ, ովքեր որ պայքարում են հավասարության ու արդարության համար, այդքան էլ ընդունելի չեն հասարակության կողմից։ Եվ հենց այդ թվում նաև կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում երբ որ նույն ցավոք էլի այդ գործ տալու մշակույթը, երբ որ ասում են ու փորձում են մարդկանց իրենց իրավունքների համար պայքարը ոչ ուռճացված պայքարը այս քողիտակ ներկայացնել, հաճախ ուռճացված է լինում, հա, դրա երկու կողմն էլ կա իրականում եւ բոլոր դրսեւորումներն ունենք այս հարաբերական, բայց մարդկանց կողմից ազդարարելը իրականում իրենց եւ իրենց հարազատների կամ շրջապատի կողմից իրականացված անարդարության կամ իրավախախտումների մասին, դա պիտի ինչ-որ չափով նաեւ նորմալիզացվի, որովհետեւ մարդկանց համար իրենց իրավունքների պայքարը պետքա լինի առաջնային։ Եթե մենք մեր իրավունքների համար չպայքարենք, որևիցե մեկը չի պայքարելու։ Բայց օրինակ կան մարդիկ, որ օրինակ ասում են ես միայնակ ինչ կարող եմ անել, ինչ պիտի փոխեմ, որ այսքան մարդ ուրիշ կերպ է մտածում ու տեղից չի շարժվում։ Այն ինչ կասեք այդ մարդկանց համար։ Կասեմ, որ նույն ծովը կամ օվկիանոսն էլ իրենից ներկայացնում է կաթիլների մեծ անվերջություն ու յուրաքանչյուրը երբ որ իր այդ կարևոր դերը կարողանա պատկերացնել, խմբեր կձևավորվեն, խմբեր էլ ավելի մեծ ու մի մեծ հասարակություն կարող այդ նույն գաղափարի շուրջ համախմբվի ու այլևս այդ միայնության վախը իր մոտ չլինի։ Մենք կարող ենք ասել, որ նաև սերնդափոխության հետ մեկտեղ տեսնում ենք պատերներ փոքր տարիքի երեխաները, որոնք սկսում են խոսել սեփական իրավունքներից, կոռուպցիոն հարթակներից, ասում են այսպես չի կարելի, եւ ինչու ոչ այդ երեխաները, որ ունեն որոշակի գիտելիքների պաշար, չգիտեմ, դպրոցից, մանկապարտեզից կապ չունի, նրանք կարող են նաև ինչ-որ իրավիճակ փոխել սեփական տանը։ Իրենց ծնողներին, տատիկներին, փափիկներին ասելով, որ դա իրավունքի ոտնահարում է կամ կոռուպցիա է եւ այլն։ Շատ հաճախ է նույնպես այդպես ստացվում եւ պետք է պատմեմ նաեւ որ մենք մեր կազմակերպությամբ իրականացնում ենք հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստումներ, որի շրջանակներում հենց ուսուցիչներին ենք պատրաստում կոռուպցիայի թեման թե ինչպես որ նրանք հասարակագիտության առարկայի շրջանակներում խոսեն դպրոցներում եւ շրջանավարտները մեր ուսուցիչ շատ հաճախ այցեր են կազմակերպում մեր գրասենյակ կամ մենք ենք այցելում դպրոցներ եւ հենց աշակերտների համար ենք դասընթացներ կարդում կոռուպցիայի մասին ու շատ հաճախ երբ որ մենք քննարկում ենք այս գաղափարը աշակերտների հետ իրենք այնքան իրենց կյանքից շատ վառ օրինակներ են ներկայացնում որ թե իրենց ընտանիքի անդամներն են ինչ-որ միջոցներով արտոնություններ ստացել, նվերներով, հա, դպրոցի ղեկավարության կամ բացում են։ Այո, ավագ ճիշտ է, ավագ դպրոցականներն ու միջին եւ ավագ դպրոցի աշակերտների հետ են աշխատում, բայց նրանք նույնպես ներկայացնում են ու երբ որ նայում ես նրանց հայացքներին, զգում ես այդ գաղափարի տարբերությունը ու դրա զարգացումը ու շատ ուրախալի է ու նրանք եւ նշեմ որ նրանք եւս երբ որ իրենց խոսքում էլ նշում են որ մինչ այս պահը օրինակ տվյալ երևույթին նման կոնտեքստով չէին տեսել որպես օրինակ անհավասարության, անարդարության կամ ոչ բարևարք վարքագծի դրսևորում իրենք չէին նկատել, այլ դիտարկել են որպես սովորական բան, որը հաճախ նաև իրենց ծնողներն են անում ու նաև իրենք կանեն, քանի որ նորմալ երևույթ է։ Հա, իրենց համար վերածվել է հա նորմալ երևույթի։ Ու հենց այս կոնտեքստով ասում հա փաստորեն դա այդքան էլ լավ չի։ Բնակ ուրեմն մենք մեր տանը ծնողների հետ նաև փորձենք խոսել կամ ներկայացնել այս թեման։ Ես շատ կուզեի իհարկե, ինձ թվում է շատ-շատերն են լիահույս, որ կգա մի օր, երբ մարդիկ կատարելով իրենց աշխատանքը, կկատարեն աշխատանքը, որովհետև դա իրենց աշխատանքն է, այլ ոչ թե ակնկալիք կունենան, որ այդ աշխատանքի համար հավելյալ ինչ-որ նվեր կամ կոռուպցիոն տարբերակով գումար կտրվի եւ դրանով կպայմանավորեն վերաբերմունքը, հա, դիմացինի նկատմամբ։ Իսկապես, երբ կանք հասնենք այն գիտակցության, որ սա մեր աշխատանքն է եւ պիտի անենք այդ աշխատանքը, կարծում եմ շատ-շատ հարցերում կփոխվի։ Լիահույս լինենք, որ շատ մասնակիցներ կլինեն եւ կանցնեն այս մոդուլները, բարեհաջող կանցնեն մոդուլները, նույնիսկ կստանան այդ սերտիֆիկատները եւ այդ կերպ նաեւ ինչու ոչ կփոխվի այս ընդհանուր մտածողությունը, որ անգիտակցաբար գուցե մենք էլ ենք դառնում այդ կոռուպցիայի մի մասնիկը։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է կարևոր մանրուքներից։ Լիովին համաձայն եմ։
ու այս համատեքստում նաև կցանկանայի կարևորել, որ մեր պաշտոնյաները են, մարդիկ, ովքեր ունեն իշխանական լիազորություններ, կարողանան գիտակցեն այն կարևոր դերը եւ կայացած որոշումները, որոնք իրենք ունեն, եւ որքանով են դրանք ազդում մեզանից յուրաքանչյուրի կյանքի վրա։ Եվ հանրային շահը պահեն առաջին տողում, հա, միշտ առաջնային լինի եւ դրանով արդեն բխի մեր բոլորի կարիքների եւ այնպիսի երկրում ապրելու հնարավորությունը, որի համար մեզանից յուրաքանչյուրը իր ամենօրյա աշխատանքով ցկտում է ունենալ։ Ու տեղ-տեղ կարելի է անհանդուրժող լինել, երբ տեսնում ես, որ իսկապես անարդար է ամեն ինչ, բայց իհարկե չափը ամենակարևորն է։ Այս մենք խոսեցինք ծայրահեղությունների մասին, հուսանք նաև այս կրթական մոդուլները հնարավորություն կտան, որպեսզի մարդիկ տեսնեն այդ կարմիր գծերը եւ ծայրահեղությունների մեջ էլ չընկնեն։ Շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար։ Եթե դուք ցանկանում եք այս մոդուլներին մասնակցել, ապա եթերից հետո անպայման լինքերը կտեղադրվեն Հայաստանի Հանրային ռադիոյի Facebook-յան լայվի կոմենտներ հատված եւ դուք կարող եք հեշտությամբ մուտք գործել եւ նաեւ ինչու ոչ դուք էլ ձեռք բերել այդ գիտելիքները։ Հիշեցնեմ, իմ զրուցակիցներ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրի համակարգող Անահիտ Հովակիմյանը։ Մնացեք հանրայինի հետ։ Քո ձայնը